Գիրք Եզեկիել, գլուխ 37 Տիրոջ ձեռքը ինձ վրա եղավ, և Տերը ինձ դուրս հանեց հոգիով, և ինձ դուրս հանեց դաշտի մեջը, և դալիքն էր ոսկորներով, և ինձ մանածեց նրանց վրա շուրջանակի, և ահա նրանք խիստ շատ էին դաշտի երեսի վրա, և ահա շատ չորացած էին, և ինձ ասեց. «Մարդի որդի, մի՞թե կկենդանանան այս ոսկորները»։ Եվ ես ասեցի. «Ով Տեր Եհովա, դու գիտես»։ Եվ նա ինձ ասեց. «Մարգարեացիր այս ոսկորների վրա և ասիր նրանց. ով չորացած ոսկորներ, լսեցեք Տիրոջ խոսքը. այսպես է ասում Տեր Եհովան այս ոսկորներին. ահա ես ձեր մեջը հոգի պիտի դնեմ, և դուք պիտի կենդանանաք, և ձեզ վրա ջիղեր պիտի դնեմ, և ձեզ վրա միս պիտի բերեմ, և ձեզ պիտի մորթով պատեմ, և ձեր մեջը շունչ պիտի դնեմ, և դուք պիտի կենդանանաք, և պիտի իմանաք, որ ես եմ Տերը։ Եվ ես մարգարեացա, ինչպես որ ինձ պատվիրվեցավ։ Եվ մի ձայն եղավ հենց որ մարգարեացա, և ահա մի շարժում, և ոսկորները մոտեցան ոսկոր ոսկորի մոտ, և տեսա, և ահա նրանց վրա ջիղեր և միս եկավ, և մորթը պատեց նրանց վերևիցը, սակայն շունչ չկար նրանց մեջ։ Եվ ինձ ասեց. «Մարգարեացիր շունչին, մարգարեացիր, ով մարդի որդի, և ասիր շունչին. այսպես է ասում Տեր Եհովան. չորս աշխարհակողմից եկ, ով շունչ, և փչիր այս սպանվածների վրա, որ կենդանանան»։ Եվ ես մարգարեացա, ինչպես որ ինձ պատվիրվել էր, և շունչը նրանց մեջը մտավ, և նրանք կենդանացան, և կանգնեցին իրանց ոտների վրա, և մի խիստ շատ մեծ բանակ էր։ Եվ ինձ ասեց. «Մարդի որդի, այս ոսկորները բոլոր Իսրայելի տունն է, ահա նրանք ասում են. մեր ոսկորները չորացան, և մեր հույսը փչացավ, մենք կորած ենք։ Դրա համար մարգարեացիր և ասիր նրանց. այսպես է ասում Տեր Եհովան. ահա ես պիտի բանամ ձեր գերեզմանները, և ձեզ իմ ժողովուրդը դուրս պիտի հանեմ ձեր գերեզմաններիցը, և ձեզ պիտի տանեմ Իսրայելի երկիրը, և դուք կիմանաք, որ ես եմ Տերը, երբ որ կբանամ ձեր գերեզմանները, և ձեզ իբրև իմ ժողովուրդը կհանեմ ձեր գերեզմաններիցը, և ես իմ հոգին ձեր մեջը կդնեմ, և դուք կկենդանանաք, և ես ձեզ կհանգստացնեմ ձեր երկրի վրա, և դուք կիմանաք, որ ես Տերս խոսեցի և կատարեցի, ասում է Տերը։ Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. «Եվ դու մարդի որդի, քեզ համար մեկ փայտ առ, և նրա վրա գրիր Հուդայինը և նրա ընկեր Իսրայելի որդկանցը, և մեկ փայտ էլ առ, և նրա վրա գրիր Հովսեփինը, Եփրեմի փայտը, և նրա ընկեր Իսրայելի բոլոր տանը, և նրանց մոտեցրու միմյանց, որ մեկ փայտ դառնան, և նրանք միանան քո ձեռքումը։ Եվ երբ որ քո ժողովրդի որդիքը խոսեն քեզ հետ ասելով. մեզ չես ասի, թե սա ինչ է քո ունեցածը, նրանց ասիր, թե այսպես է ասում Տեր Եհովան. ահա ես վեր եմ առնելու Հովսեփի փայտը, որ Եփրեմի ձեռքին է, և նրա ընկեր Իսրայելի ցեղերը, և նրանց նրա վրա դնեմ Հուդայի փայտի հետ, և նրանց մեկ փայտ եմ շինելու, և նրանք մեկ պիտի լինեն իմ ձեռքումը։ Եվ այն փայտերը, որոնց վրա դու պիտի գրես, քո ձեռքին լինեն նրանց աչքի առաջին։ Եվ ասիր նրանց. այսպես է ասում Տեր Եհովան. ահա ես վեր եմ առնելու Իսրայելի որդկանցը այն ազգերի միջից, ուր որ իրանք գնացել են, և նրանց ժողովելու եմ շուրջանակի, և բերելու եմ նրանց իրանց երկիրը, և նրանց մեկ ազգ եմ շինելու երկրումը Իսրայելի սարերի վրա, և մեկ թագավոր պիտի լինի նրանց ամենքի թագավորը, և այլևս երկու ազգեր չեն լինի, և այլևս պիտի չպառակտվին երկու թագավորությունների, և այլևս պիտի չպղծվին իրանց կուռքերովն ու գարշլիներովը, և իրանց բոլոր հանցանքներովը, և ես պիտի ազատեմ նրանց իրանց բոլոր բնակություններիցը, որոնց մեջ իրանք մեղք գործեցին, և նրանց պիտի սրբեմ, և նրանք կլինեն իմ ժողովուրդը, և ես կլինեմ նրանց Աստվածը, և իմ ծառա Դավիթը թագավոր նրանց վրա, և նրանց ամենին մեկ հովիվ կլինի, և իմ իրավունքների մեջ կգնան, և իմ կանոնները կպահեն, և նրանց կկատարեն, և ետ կդառնան այն երկիրը, որ տվել եմ իմ ծառա Հակոբին, ուր որ ձեր հայրերը բնակել էին, և նրանք կբնակվեն նրա վրա
իրանք եւ իրանց որդիքը, եւ իրանց որդկանց որդիքը մինչեւ Հավիտյան։ Եվ իմ ծառա Դավիթը իշխան կլինի նրանց համար մինչեւ Հավիտյան։ Եվ նրանց համար խաղաղության ուխտ կդնեմ, հավիտենական ուխտ կլինի նրանց հետ, եւ նրանց պիտի հաստատեմ եւ շատացնեմ, եւ իմ սրբարանը նրանց մեջ դնեմ Հավիտյան, եւ իմ խորանը նրանց մոտ կլինի, եւ ես նրանց Աստված կլինեմ, եւ նրանք իմ ժողովուրդը կլինեն, եւ ազգերը կիմանան, որ ես եմ Տերը, Իսրայելին սրբողը, երբ որ իմ սրբարանը նրանց մեջ կլինի Հավիտյան։